Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, զրուցելու եմ իրավաբան Աբրասիմ Աթոյանի հետ։ Պարոն Աթոյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ստորագրահավաք եք նախաձեռնել եւ որի պահանջն է Միքայել Սրբազանին ազատ արձակելը եւ ըստ էության խափանման միջոցի վերացնելը, նաեւ արդարության վերդիկտի կայացնելը։ Այո, նախ խնդրում եմ մանրամասնեք ինչքան ստորագրություն է հավաքվել եւ ինչու այդ նախաձեռնությունը սկսեցիք։ Շատ բարի, նախ կցանկանամ նշել, որ միայն իմ նախաձեռնությունը չի, այլ աշխատանք նախաձեռնությունը եւ այլն թիմային է, ուղղակի այլ նկատառումներից ելնելով, որ մարդիկ էլի հետապնդման չենթարկվեն, ոնց որ մենակ ես եմ երևում։ Մեր նպատակը արդարության վերականգնումն է, նախ այն կոնտեքստում, որ Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ապօրինի է առաջին հերթին, հետևաբար նաև դրանից բխող մնացած բոլոր գործողությունները եւս իրավական ուժ չունեն եւ պետք է անհապաղ վերջ տրվեն այդ ամեն ինչին, թե հետապնդմանը, թե ազատության սահմանափակմանը։ Բոլորին հայտնի է, որ Միքայել Սրբազանը այսօր կրկին ազատազրկման մեջ է, տնային կալանքի պայմաններում որը ուղեկցվում է նաև շատ խիստ սահմանափակումներով, ինչի արդյունքում նաև որոշակի առումով տուժում է թեմի եւ եկեղեցու համայնքային շահը, որովհետեւ Միքայել Սրբազանը հանդիսանում է Շիրակի թեմի առաջնորդ եւ չի կարող որևէ հոգեվոր գործունեությամբ զբաղվել խափանման միջոցի պատճառով, բացի այդ նաև մի շարք հանձնախմբերում է ներգրաված եկեղեցու, ներսում, որոնք եւս ըստ մեր կարծիքի որոշակի առումով նրա բացակայության պայմաններում չեն կարող նորմալ գործունեություն ծավալել։ Պաշտպանական թիմի հետ խորհրդակցել եք, արդյոք հնարավոր է, որ օրինակ սա դիտարկեն դատարանի վրա ճնշում եւ ավելի որպես ճնշում չէ, պաշտպանական թիմին ուղղակի տեղյակ ենք պահել, զուտ այդ կոնտեքստում, որ նրանց մարտավարությանը չխանգարի եւ այլն, ու իրավական առումով էլ քանի որ ինքը լրիվ թույլատրելի գործընթաց է, չեմ կարծում, որ որևէ խնդիր կլինի այդ մասով։ Դատարանին ոչ թե ցանկանում ենք որպես այդպիսին ճնշում գործադրել, այլ ուղղակի ուզում ենք դատարանին էլ ցույց տալ, քանի որ այդ ստորագրությունները ներկայացվել են միայն դատարան, ցույց տալ, որ հանրային կարծիք կա, որ Սրբազանը պետք է ազատ լինի 1 եւ Սրբազանը որևէ հանցանք չի կատարել 2, որը կարծում եմ, եթե խելամիտ գտնվեն, հաշվի կառնեն։ Եվրոպայի խորհրդի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, դրանից առաջ նաև արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը ներկայացնում են իրավիճակ այնպես, որ Միքայել եւ Բագրատ Սրբազանները փորձել են Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնել, իշխանություն վերցնել։ Ինչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ, արդյոք Սրբազանի նպատակը իշխանություն զավթելն էր։ Միքայել Սրբազանի նպատակը արդյոք ես բացառում եմ նման բանը, որովհետև Միքայել Սրբազանը ընդհանրապես աշխարհիկ իշխանության գալու եւ որևէ իշխանություն զավթելու նպատակ չի ունեցել, նման բանը կարող եմ բացառել, իսկ Նիկոլ Փաշինյանի, Արադ Միրզոյանի խոսույթները ձևակերպողներին եւ նաեւ նրանց խորհուրդ կտամ ընդհանրապես ուսումնասիրել եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որովհետեւ հասկանան, որ իրենք ներկայ հանցանք են գործում եւ իրավունք չունեն դեռևս օրինական ուժի մեջ չմտած եւ մարդու մեղավորությունը չապացուցված դատավճռով չապացուցված լինելու պայմաններում նման խոսույթով հանդես գալ եւ այդ ամենը կդիտվի, կարող է դիտվել ընդհանուր նաեւ մինչեւ խոշտանգում։ Հիմա ինչպես է Սրբազանի առողջական վիճակը։ Ես իմ տեղեկությունների լավ։ Դուք իրենց շփում խափանման միջոցով արգելված եք։ Այո, արգելված։ Իսկ նա ծեսեր մատուցելու ինչ հնարավորություն ունի ընդհանրապես, որտեվ կադրերում տեսնում ենք, որ պատարակներին ներկա է։ Չունի ընդհանրապես, միայն ներկա է, կարող է մաքսիմում վերջում օրհնության խոսքով հանդես գալ։ Իսկ ինչա պայմանավորված, որ արգելել են պատարակներ մատուցելը, դա ինչ կապ ունի քրեական գործի հետ, ինչպես կարող է ազդել նախագծում։ Իրենք կարող էին օրինակի համար ես կարող եմ ասել
սահմանափակել վարչական հսկողության պայմաններում սահմանափակել միայն նրա քաղաքական խոսույթը եւ քաղաքական շփումը նաեւ եթե որպես այդպեսին վախեր կային վերջ։ Այսինքն կարող են թույլ տալ, որ ինքը պատարակ մատուցեր, լավ քարոշ չխոսեր կամ պատարակ մասնակցեր ժողովրդությունների, այլ ծիսակարգերի եւ այլն։ Սրբազանի գործը վերաքննիչ դատարանում է, ինչ ակնկալիքներ կան վերաքննիչից։ Ակնկալիք չէ, ցանկություն է, որ խելամտություն ունենան ու ճիշտ որոշումներ կայացնեն։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։